Շարունակում ենք եւ այսօրվա եթերը ինչով է տարբերվում, ինչով է լավ ու ես չեմ ուզում ընդհանրապես ավարտել մեր եթերը, որովհետեւ խոսում ենք մի ֆանտաստիկ երաժշտությունից, ջազից, որը որ պետք է լինի յուրաքանչյուրի playlist-ում, չգիտեմ դուք ինչ երաժշտություն եք նախընտրում, բայց որը մեջ գոնե մեկ անգամ գոնե մեկ գործ ունեցեք, թող ականջականներում մարզվելուց լինի, մեքենայում թող լինի, տանը միացրեք, թող երեխեքը լսեն, որովհետեւ փոքր ժամանակվանից լավ երաժշտությամբ երեխաներին դաստիարակելը դա առաջին հերթին արդեն մեծ հաղթանակ է ու շատ կարևոր է։ 2012 թվականից ի վեր ապրիլի 30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է որպես ջազի միջազգային օր։ Օրվա խորհրդի Արցախի պետական ջազ նվագախմբի ներկայիս գործունեության, ինչպես նաև սպասվող համերգների մասին խոսենք մեր հյուրը։ Մեր հյուրն է Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Քրիս Արավոտի, ուրախ ենք, որ առավոտ եք իսում եք մեզ հետ նախ, շնորհակալ ենք նման ֆանտաստիկ երաժշտի հետ սկսել օրը։ Եվ ես իրականում ունեմ մի հարց։ Գնացինք։ Ինչպես եք համադրում հայկական երաժշտական տարրերը ջազի հետ։ Ճաշակով։ Ես կարծում եմ, որ հայկական երաժշտության մեղեդիները եւ ջազային ռիթմերը եւ հարմոնիան շատ հաջող ձևով իրար հետ կպնում են, իրար հետ համագործակցում են եւ նույնիսկ կարծեմ բարեկամ են։ Եթե ունես ճաշակ, եթե ունես փորձ, կարծում եմ այս երկուսը համադրելը շատ հետաքրքիր է ստացվում։ Իսկ ձեր կարծիքով ջազը ավելի շատ տեխնիկա է, թե զգացմունք։ Եվ նաև կյանքի ապրելաձև, որովհետև ջազ, որ ասում են, ինձ թվում ամենաառաջին բառը հենց ազատությունն է, որովհետև իմպրովիզացիայի հնարավորություն է տալիս ջազը։ Եվ եթե ռիսկել է, չէ՞, չգիտես մի այո, եթե տեսակով ազատես, հենց մեջից սրտով եւ հոգով ազատես, կարծում եմ ջազը հենց այն երաժշտությունն է, ազատասեր մարդկանց երաժշտությունն է։ Այո։ Ես մեծ հաճույքով, իհարկե, քան որ մեր եթերները միշտ ցավոք սրտի ժամանակի միշտ խնդիր ենք մենք ունենում ու ես մեծ հաճույքով կսկսեի ձեր զրուցել այն 90-ականներից, այն ժամանակահատվածից, երբ որ դուք երիտասարդ եք, ավելի դեռահաս էիք, 18-20 տարեկան երիտասարդ տղա եք, դու պիրուտն է, որ վինիլներ, որոնք հիմա օրինակին շատ լավ ժամանակում են, չի ապրում, ինչ ես ուզում լսես, YouTube, okay, ամեն ինչ կա հասանելի է, փոխանցում ենք միմյանց, լսում ենք, բայց այն ժամանակ չկար այդ հնարավորությունը ու եթե կար ինչ-որ մեկի մոտ օրինակ մի վինիլ ինչ-որ մի գործերի, վաու, լսում ենք, բոլորի ինքերներն է։ Հա, ոնց իր մոտ կա, գնացինք իր մոտ ու չկար լույս, չկար ինչ-որ հնարավորություններ, բայց կար մի հատ ուրիշ էնտուզիազմ, որը չկա հիմա։ Բայց եթե հնարավոր է, հա, ասենք շատ մեծ արագ քայլերով տեմպերով մոտ համեմատական տանք, այո, հիմա շատ լավ ժամանակներ են ու մեծ քայլերով գնում ենք դեպի առաջ, այո, մենք ունենում ենք համերգներ, քիչ առաջ մեր հյուրերի հետ խոսեցինք, կա հնարավորություն լավ երաժշտություն լսելու։ Հիմա կա հնարավորություն ցանկացած պահի գնալ եւ լսել ջազ։ Բայց ինչ կար այն ժամանակները, որ հիմա չկա, պակասել է։ Կարծում եմ էնտուզիազմը, որովհետև հենց ձեր ասած վինիլները, կասետները շատ դժվար էին, հա, բաբինները մի քիչ ավելի հետ, այսինքն ավելի հետ, հա։ Այն ժամանակ, երբ մեր ընկերներից մեկի մոտ որևէ կասետ է լինում, ինչ-որ նորություն է լինում, բոլորս անպայման պետք է ունենայինք այդ կասետը, պետք է նույնիսկ կարողանայինք ձայնագրենք, որպեսզի մենք ունենայինք, բայց էնտուզիազմը ավելի շատ կար, որովհետև չեմ կարող բացատրել, բոլորս հավաքվում էինք, փորձ էինք անում ու բոլորս մի կողմ էինք դնում մեր բոլոր գործերը, մեր ամբողջ միտքը եւ հոգին ամբողջությամբ երաժշտության մեջ էր եւ շատ էինք ուզում, որպեսզի ինչ որ մի նոր բան ստեղծեինք, նվագեինք նենց ոնց որ լսում էինք, որ կասետների մեջ նվագում էին։ Հիմա իհարկե ամեն ինչ շատ ավելի հեշտացել է, բայց նաեւ կորել է հենց այդ էնտուզիազմը, բայց ոչ բոլորի մոտ իհարկե։ Դե շատ կարևոր է։ Իսկ ինչն է ձեզ ամենաշատը ոգեշնչում ստեղծագործելու մեջ։ Ապրած կյանքը կողքի ինչ որ կատարվում է, նայած ինչով ես հետաքրքրվում, ինչով ես ոգեշնչվում, կարծում եմ երաժիշտը իր ապրած կյանքը ինչ որ մի ձևով, ինչ որ մի ժամանակ էփվում է իր մեջ ու ժամանակի ընթացքում
նույնիսկ անկախ իրանից առաջանում է մի որևէ մեղեդի, առաջանում է որևէ մի հարմոնիա եւ դա ձևավորվում է։ Որպես ֆանտաստիկ երաժիշտ եւ այսօր էլ ջազի միջազգային օրն է։ Ասեք ձեր top 3 ֆավորիտ արտիստներին, կարծում եմ մեր հեռուստադիտողին շատ կհետաքրքրի։ Ումեր այսպես։ Top 3, հա։ Որ փոխել են ձեր մտածողությունը երաժշտական։ Հայկական իրականության մեջ Վահագն Հայրապետյան, Արտո Թունջբոյաջյան, այս երկու մարդը իմ կյանքում շատ մեծ բաներ են փոխել, որովհետև ժամանակին Վահագն Հայրապետյանը, երբ որ ոչ մեկ կարելի ասել իսկական ջազ չէր նվագում, Վահագն Հայրապետյանը նվագում էր հենց այն ջազը, որը լսվում էր հենց կասետների եւ վինիլների մեջ, իսկ Արտո Թունջբոյաջյանը 1999 թվականին, երբ որ եկավ Հայաստան, կարծեմ 98, ինչքան հիշում եմ, ջազ ֆեստիվալին առաջին, մի քիչ փոխեց ձևը, որովհետև իր շնորհիվ հայ ժողովրդական արտիստները, այսինքն երաժիշտները ավելի համարձակ դարձան, որովհետև ամեն ինչ չի, որ միայն պետք է մնա ժողովրդական ֆոլք ձևով կամ առանձին ջազ լինի, այս ամեն ինչը ինքը համադրեց եւ բոլորիս ցույց տվեց, թե ոնց կարելի է դա անել միասին։ Իսկ միջազգային արտիստներից կներեք։ Միջազգային արտիստներից իհարկե շատերը կան, տենց չկա որևէ մեկը, որ ամենաառաջին տեղում է, բայց քանի որ ջազի միջազգային օրն է եւ այդ ամեն ինչը հենց այսօրը ստեղծել, հենց այսօրը դառնալը ջազի միջազգային օրը, հենց Հերբի Հենկոկի շնորհիվ է եղել, հենց որ կնշեմ Հերբի Հենկոկի։ Լավ, ես հարցերը քանի որ շատ են, բայց եկեք չմոռանանք նաև Արցախի պետական ջազ նվագախմբի մասին։ Ներկայիս դրությամբ աշխատանքային ինչ process-ում ենք, ինչ լավ նորություններ ունենք։ Հա, ներկայիս դրությամբ շատ համերգներ ունենք։ Նախ ամեն ամիս մենք ելույթ ենք ունենում Ուլիխանյան ակումբում։ Կան հստակ օրեր։ Չէ, հստակ օրեր չկան, Ուլիխանյան ակումբում երբեք չեն լինում հստակ օրեր, բայց եթե մարդիկ Ձեր էջով կարելի է իմանալ, այո, մեր էջով իհարկե ամեն դեպքում մենք ամիսը մի անգամ ելույթ ենք ունենում կամ երկու անգամ Ուլիխանյան ակումբում, լինում են միջոցառումներ, որտեղ հրավիրում են մեզ, լինում են միջոցառումներ, որ մենք ենք կազմակերպում, օրինակ մայիսի 6-ին կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում համերգ ենք նվագելու, իմիջայլոց հյուր ունենք Մարոկոից, Սուքեյնա Ֆահսի անունով, շատ հրաշալի երգչուհի, արդեն հասցրել ենք նվագել իրար հետ, շատ հետաքրքիր միջոցառում է լինելու ժամը 16:00։ Հետո մուտքը ազատ է, տոմսերով։ Այո, մուտքը ազատ է, ունենալու ենք նաև պատրաստում ենք մեծ համերգի հունիսի 15-ին Ճարտարապետների միության դահլիճում։ Դեռևս այսքանը մեծ պրոյեկտներից, հետո կտեսնենք, նախ այս վերջերս ենք վերադարձել Նովոսիբիրսկից, այնտեղ արդեն 20-րդ անգամ մեծ ջազ փառատոն է կազմակերպվում, Jazz in Siberia, շատ մեծ հաջողությամբ ելույթ ունեցանք, շատ անսպասելի էր բոլորի համար, շատ անսպասելի էր, այո, ու ռուս երաժիշտները խոստովանեցին, որ դեռևս սովետական ժամանակներից Հայաստանը համարվում է ջազային երկիր, ինչը շատ հաճելի նորություն էր, չնայած նորություն չէր, բայց եւս մեկ անգամ որ նշեցին շատ լավ էր։ Շատ լավ։ Դուք նկատում եք, որ արվեստի ազդեցությունը մարդկանց վրա նկատելի է, թե չէ։ Երաժշտության ազդեցությունը։ Իհարկե, ուղիղ ազդեցությունով շատ սենց ասեմ, երևի եթե օրինակ զենքը շատ ուժեղ բան է, չէ՞, միանգամից մարդուն կարող է սպանել, իսկ երաժշտությունը մարդուն կարող է լրիվ բժշկել եւ վերածնել, այո, փոխել։ Այո, փոխել, ամենաուժեղ զենքն է, կարծում եմ։ Իսկ ինչպես կցանկանայիք, որ երիտասարդները այսօր մոտենան ջազին։ Շատ թեթև, շատ հանգիստ։ Որտեւ շատերի համար երբ որ լսում են ջազ, մտածում են Այո, հիմա ջազը մի քիչ ավելի լայն հասկացություն է, ոմանց մոտ ջազը հենց տրադիցիոն ջազն է եւ իրանց թվում է թե դա չեն սիրում, բայց ջազը եթե մի անգամ
եթե մի անգամ ջազը հասկանամ եւ սիրեմ, ինձ թվում է կյանքում երբեք չեմ հրաժարվի ջազ երաժշտություն լսելուց։ Միանշանակ։ Երաժշտական գործիքները իգական արական ընկալում ունեք, օրինակ, չգիտեմ, շեփորը տղամարդ է կամ չգիտեմ, կին է, մի քիչ տենց ձայնով, թե Կա, հա, կա նման բան, օրինակ ֆլեյտան միշտ, այո, միշտ, հա։ Օրինակ շեփորի տեսակներ կան, կա շեփորը եւ կա ֆլյուգելհորնը, մի քիչ ինքը ավելի թավ ձայն ունի, ու ինքը ավելի նուրբ ձայն ունի, փափուկ ձայն ունի, կարելի է նաեւ տարբերակել տղամարդ եւ կին։ Բաս գիտարը օրինակ խիստ տղամարդ է, կարծում եմ, շատ խիստ։ Անպայման։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբ շատ բան ես հասկանում, ապրելն ավելի հետաքրքիր է։ Դա դուք ասել եք, եթե չեմ սխալվում, մի քանի տարի առաջվա հարցազրույցներից մեկում է եղել, քիչ ժամանակ չի անցել, ու շատ էլ չի անցել, բայց 10 տարի։ Շարունակում եք այդպես մտածել։ Այո, իհարկե, շատ ավելի հետաքրքիր է, երբ որ սկսում ես նախ քեզ հասկանալ, սկսում ես քո հնարավորությունները չափել եւ հասկանում ես, որ ժամանակի ընթացքում ավելի փորձառու ես դառնում եւ բաներ կա, որ ժամանակ է պահանջում, որ դու հասկանայիր, հիմա մի հայացքից արդեն հասկանում ես, հետաքրքիր չի։ Իմաստանում ես տարիների ընթացքում։ Այո, եւ իմաստ ես գտնում, բաներ կա, որոնց մեջ իմաստ էիր տեսնում, բայց հիմա չես տեսնում այդ իմաստը եւ բաներ կա, որ իմաստ չէիր տեսնում, հիմա արդեն սկսում ես հասկանալ։ Եվ եթե ունենայիք հնարավորություն մեկ բան փոխել մշակութային դաշտում, ինչ կլիներ դա։ Մշակույթը։ Երաժշտության դաշտում մի քիչ ավելի կփորձեի երաժիշտներին որակի որ ինչ անում են որակով անեն, որովհետև միշտ ընկնում են հեշտ եւ կարճ ճանապարհի հետևից եւ ամեն ինչ որակազրկվում է, կարծում եմ համբերությունով եւ մի քիչ ժամանակով ու իհարկե աշխատելով, ջան գործադրելով կարելի է որակով սարքել եւ Հայաստանը եւ հայ մարդը, հայ երաժիշտը այդ պոտենցիալը իրոք ունի, ընդհանրապես պետք է հավատալ ինքդ քո ուժերին, ինքդ քեզ։ Իսկ այսօր ինչն է հանդիսատեսին պակասում ըստ ձեզ։ Պակասում համբերությունը։ Հիմա որ ամեն ինչ արագացել է, տես բան կա, չէ, որ առաջին մի քանի վայրկյանի հենց հետաքրքիր չի, ինչ որ action չկա, դա հետաքրքիր չի, բայց համբերությունն է պակասում ինձ թվում է։ Այսօր դրությամբ նեգատիվը շատ է, ցավոք սրտի մեր շուրջը։ Բացում ես սմարթֆոնը, բացասական ինֆորմացիա, բացասական նորություններ, լուրեր, այն որ վատ երաժշտություն կողքից, թե մեքենայից, թե ինչ-որ սրճարանից, կապ չունի։ Այսինքն բացասականը մի տեսակ շատացել է մեր կյանքում։ Օրինակ դուք ինչ եք կարծում, լավատես դառնալուն կամ մարդուն դեպի լավը կարող է տանել երաժշտությունը, թե ոչ։ Այդ վատն էլ է մարդու մեջ արվեստագետ մարդու մեջ վատն էլ է ձևավորվում եւ դառնում է ինչ որ մի պահ, ինչ որ մի ստեղծագործություն, որովհետեւ դա ապրումներ են ու խելացի մարդը եւ արվեստագետ մարդը դա օգտագործում է իշա։ Ճիշտ տեղ կուղղորդի։ Այո, ճիշտ տեղ։ Ինձ թվում է դա պետք սովորել, որ միջև հիմա ես փորձում եմ սովորել դա։ Պիտի կարողանաս ապրում ակցես էմոցիաներ։ Ցավոք սրտի պիտի եզրափակվենք, սահմանափակվենք այսքանով։ Ես գիտեմ նաև դուք շատ սիրում եք խոսել նաև կանանց մասին, ու 21-րդ դարն է, դե որ մի տղամարդը չի սիրում խոսել կանանց մասին։ 21-րդ դար, մինչև 1920 թվականը կանանց չի թույլատրվել նույնիսկ անձնագիր ունենալը։ Ու հիմա շատ ուղղություններում կանայք պարզապես առաջատար են, իրենց շնորհիվ է, որ ինչ-որ մի բան հաջողված է, ստացված է, այդ 21-րդ դարի կինը ինչ անելիք ունի այս պետությամբ ձեր համար, մեր հայ կինը։ Կարծում եմ կինը շատ 21-րդ դարի կինը շատ ճիշտ ձևով առաջ է գնում։ Ես դաս եմ տալիս Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, նվագախմբի դասախոս եմ, եւ նվագախմբում կան եւ աղջիկներ եւ տղաներ, համարյա կես հարաբերակցությամբ, կարամ բնութագրեմ սա բառերով, պատասխանատու, համարձակ, նպատակասլաց։ Հա, նպատակասլաց, համեստ, էլ ինչ կարող եմ ասել,
Չանձնվող։ Իրենց գործին պատասխանատու են իրենք եւ դա ինձ շատ է դուր գալիս, ինչը չի ասի այդ տարիքի տղաների մասին։ Հա, իրենք շատ են սիրում իրենց գործը, իրենք շատ պատասխանատվությամբ են վերաբերվում, ամեն մի առաջադրանք հենց տեղում միանգամից անում են։ Ինչը որ տղաներից կարելի է ստանալ ամիսների ընթացքում եւ նյարդերի հաշվին, բայց աղջիկները շատ ճիշտ ձևով առաջ են գնում այնպես որ Վաու։ Շնորհակալ եմ շատ, դե ինչ, այսօր քաղաքը ջազ է լսելու, բայց լավ կլիներ ոչ թե միայն այսօր, այլ առհասարակ տարի 12 ամիս միշտ լսենք ջազ, որովհետև դա ֆանտաստիկ մյուզիկա ու ով որ լսում է ջազ, իր հետ պարզապես կարելի է երկար ճանապարհ գնալ, իր հետ կարելի է նստել եւ վայելել մի սեղանի շուրջ նստել ու առհասարակ ամեն ինչ կարելի է անել։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրն էր Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք հրաշալի զրույցի համար։ Այո, իսկ ձեզ առաջարկում ենք մնալ կենտրոն հեռուստաընկերության հետ, որովհետև որվա ընթացքում կգտնեք ցանկացած ֆորմատի հաղորդումներ, պրոյեկտներ, որոնք յուրաքանչյուրն իսկ այն քթինոզի համար էլ, ով ասում է, ես ինձ դուր չի գալի, ես դուր չի գալի, կենտրոն հեռուստաընկերության եթերում կգտնեք այն, ինչ ձեզ դուր է գալիս։ Ձեզ լավ։